հարցը Նիկոլ Փաշինյան, համեցեք, պարոն Փաշինյան։ Շնորհակալություն, պարոն Զաքարյան, ձեր գերատեսչությունը Հայաստանում կոռուպցիայի չարաշահումների դեմ պայքարին միտված կարևորագույն օղակներից մեկն է, եւ դուք էլ ձեր զեկույցներում բազմիցս նշում եք, խոսում եք միջոցների վատ նման ոչ նպատակային օգտագործման մասին։ Տեսեք, ես արդեն մի քանի տարի այս դահլիճում փորձում եմ հասկանալ ձեր մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատան ծագումնաբանությունը, որովհետև դա կարևոր է ընդհանրապես ձեր գործունեության վստահելիության աստիճանը գնահատելու համար։ Վերջին անգամ այդ թեմայով մենք 2013 թվականին ենք խոսակցություն ունեցել, եւ դրանից հետո դուք դահլիճում հարցին չպարզաբանելով որոշ ժամանակ մի քանի օր անց նոյեմբերի 16-ին 2013 թվականի 168 ժամ թերթին տվել եք հարցազրույց, որտեղ փորձել եք բացատրել այդ տան ծագումնաբանությունը եւ ասել եք, որ այդ տան համար անհրաժեշտ գումարները տրամադրել է ձեր ընկեր մտերիմ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանը։ Եվ այդ հարցազրույցի մեջ դուք մի կտոր եք մեջբերել Ալբերտ Բոյաջյանի մեկ ուրիշ թերթին տված հարցազրույցից, որից երևում է, ես հիմա չմերձբերեմ, ակնհայտ է, որ ինքը այդ գումարները ուղարկել է եւ լիազորագրով հատկացրել է ձեզ, որ դուք տուն կառուցեք իր համար, ինքն է իր խոսքերով ասում, որ Իշխան Զաքարյանը պիտի իմ համար անկյուն կառուցի։ Բայց արդյունքում ստացվել է, որ այդ մարդու ուղարկած գումարներով դուք տուն եք կառուցել, ինչի համար ինքը ձեզ լիազորել է, որ դուք իր համար տուն կառուցեք, բայց դուք տուն եք կառուցել ձեր համար եւ դուք էլ այս դահլիճում խոստովանել եք, որ դա ձեր տունն է։ Սա ինչ է նշանակում, այսինքն մարդ ուրիշ նպատակով ձեզ գումար է ուղարկել, դուք ուրիշ նպատակով եք օգտագործել եւ այստեղ ես ուրիշ հարց եմ տալիս, Ալբերտ Բոյաջյանը արդյոք ձեր գործունեության ընթացքում որպես ասենք սպորտի պետական կոմիտեի նախագահ, ասենք օրինակ եղել է, որ Հայաստանի Հանրապետությունում սպորտային ինչ որ օբյեկտներ սեփականաշնորհի եւ ինչ որ սպորտային օբյեկտների սեփականատեր դառնա եւ այստեղ ընդհանրապես այս ողջ խճճված պատմությունը կարող եք մեկընդմիշտ հասկանալի պարզաբանել, որ հասկանանք, ես ոնց է եղել, որ մարդը ձեզ փող է ուղարկել եւ լիազորագրերն էլ կան տպագրված, իր պարզաբանումը, որ փողը նախատեսված էր իր համար տուն կառուցելու համար, բայց դուք տունը կառուցել եք ձեզ համար։ Սա ինչ ասեմ, մենք չենք կարող արդյոք հետևություն անել, որ այստեղ կան հետաքննելու կոռուպցիոն ռիսկեր։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Պարոն Փաշինյան, ճիշտ եք ասում, ես 168 ժամում շատ մանրամասը տվել եմ մեկնաբանություն, բայց մինչև այդ անձամբ ինքը հարցազրույցը տվել է 2011 թվականին Իրավունք թերթում, Իրավունք թերթի թիվ 75 համարում, եւ եթե այնտեղ շատ ուշադիր նայենք, շատ հստակ ինքը ձեր բոլոր հարցերի պատասխանները տվել է, շատ հստակ։ Եթե անհրաժեշտությունը կա, ես այդ ամբողջ հարցազրույցը ամբողջությամբ կարող եմ տրամադրել, նայեք։ Իսկ ինչ վերաբերում է նրան, ինչ որ ես ասել եմ 168 ժամում, դրանք միանշանակ լրիվ ճիշտ են ասված, որևէ խնդիր դրանց հետ չկա կապված եւ որևէ խնդրեմ չկա։ Եվ երրորդը ինքը հաճախակ է լինում է Հայաստանի Հանրապետությունում եւ եթե ցանկություն կա, մի օր ես ուղղակի կարող եմ շատ հանգիստ կազմակերպել, ինքը այդ բոլորի մասին շատ ուղիղ խոսի եւ ասի։ Շնորհակալություն։ Նիկոլ Փաշինյան, համեցեք։ Պարոն Զաքարյան, դուք շարունակաբար խուսափում եք այս թեմայով իմ հարցերին պատասխանել։ Ալբերտ Բոյաջյանը պարտավոր չի իմ հարցերին պատասխանել։ Դուք պարտավոր եք իմ հարցերին պատասխանել։ Հիմա դուք ասում եք, ինչ որ ստեղ գրված է, ճիշտ է։ Կներեք, եթե ինչ որ գրված է ստեղ ճիշտ է, նշանակում է հետեւյալը, որ մարդը գումար է ուղարկել ձեզ, որ դուք իր համար տուն կառուցեք, բայց դուք տուն եք կառուցել ձեզ համար։ Ու հիմա եթե այսինքն եթե ճիշտ է այստեղ գրվածը, դուք այդ միջոցները ոչ նպատակային եք օգտագործել։ Այստեղ ուրիշ հարցածագում, բայց ինչ այդ մարդը չի բողոքում, որ դուք իր փող օգտագործել եք ձեզ համար տուն կառուցելու։ Արդյոք այն պատճառով, որ Հայաստանում ինքը ձեր օգնությամբ որոշակի օբյեկտներ է սեփականաշնորհել։ Ի վերջո այս հարցը պատասխանեք, եթե ձեզ թվում է, որ չպատասխանեք, ես հաջորդ անգամ չեմ վերադառնալու այս հարցին, սխալվում եք, մի անգամ պատասխանեք, հասկանանք, անցնենք առաջ։
Պարոն Փաշինյան, դուք միշտ էլ կարող եք հարցին անդրադառնալ եւ շատ լավ է, որ ամեն հարցում այդպես հետեւողական եք։ Ես դες հստակ պատասխանում եմ, շատ հստակ։ Ոչ, այն ինչ որ ինքը ասել է, ուղիղ հարցազրույցում 168 ժամում կա։ Եվ հիմա երբ որ դուք ասում եք իր համար եւ այլ, ինքը շատ հստակ ասել է։ Ինչի համար է տրամադրվում, ինչ նպատակով պիտի կառուցվի եւ այլն։ Շատ հստակ։ Ես դες այդ հարցազրույցը կտամ եւ դուք կկարդաք կտեսնեք։ Այ հիմա դուք որ հարցը բարձրացնում եք, մի քիչ կիսատ եք բարձրացնում։ Եվ վերջի հարցը իմիջիալից, որին ես չպատասխանեցի, կապված սպորտային կառույցների սեփականաշնորհման եւ այլնի հետ, ուրեմն ինքը, այո, Ծաղկաձորի մարզահամալիրը մի մասը, որտեղ դե 3 սեփականատեր կա, մի մասը պետությանն է, մի մասը երիտասարդական հիմնադրամին է, մի մասը ինքն է սեփականաշնորհել եւ միջայլոց սեփականաշնորհվել է այն ժամանակ, երբ որ բավականին լուրջ գումարներ է դրել, այդ ամբողջ ավիրված տնտեսությունը վերականգնել եւ նոր միայն դրանից հետո սեփականաշնորհել։ Հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տերը, պարոն Զաքարյան։